Բարև ձեզ, ես Հովհաննես Շողիկյանն եմ, Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերի մասին։ Օրերս Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, այն արդեն փաստորեն օրենքի ուժ ստացավ, ինչ է հաջորդելու այս օրենքին, ինչ գործընթացներ են սպասվում առաջիկայում Հայաստանում ըստ ձեզ։ Տեսեք, եթե մենք ունենայինք իշխանություն, որը որ երկիրը ուզում է տանել Եվրոպական միություն, այսինքն գաղափարապես այդպեսին լիներ, ես կընկալեի հետևյալը, որ ընդունել են այս օրենքը, որից հետո դիմելու են ԵԱՏՄ-ից դուրս են գալու, որտեղ խանգարում է ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ անդամակցությանը, եւ որից հետո նաեւ դիմելու են պաշտոնապես Եվրոպական միության հանձնաժողով, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է սկսել բանակցությունները Եվրոպական միության անդամակցության համար։ Բայց քանի որ մենք չունենք իշխանություններ, ովքեր նման գաղափարախոսությամբ են տոգորված, այլ նրանք անում են ներքին ինտրիգների համար, էլեկտորալ նշանակություն բերելու, որոշակի ձայներ քաշելու դեպի իրանց կողմը, եւ գաղափարական, արժեքային ոչ մի կապ չունեն Եվրոպական միության process-ների հետ, նրանք փորձ են անում խաբել էլեկտորատին, այսինքն ժողովրդին Հայաստանի, որ մենք ձեզ կտանենք Եվրոպական միություն, մյուս ընտրություններին մեզ ընտրեք, այսինքն այդտեղած որոշակի ձայներ է գեներացվել վերջին տարիների ընթացքում, այդ ձայները գողանալու են, խլելու են այն մարդկանց ձեռքից, ովքեր այդ ձայները գեներացնում էին տարբեր եթերներում։ Եվրոդաշինքի ուժեր, մյուս կողմից նաև ինչու՞ չէ, փորձում են նաև Եվրոմիությանը խաբել, որ մենք ուզում ենք գանք ձեր մոտ բան։ Բնականաբար ժողովրդին ստացվում է խաբել, ես տեսնում եմ, որ անդադար խաբում են ժողովրդին։ Ոչ միշտ, բայց ստացվում է խաբել, ստացվում է, ժողովուրդը խաբվում է, մոլորության մեջ գցել բան, բայց Եվրոմիությանը չի ստացվում խաբել։ Եվ առաջին ինդիկատորը Եվրոմիությանը, որ չի ստացվել խաբել, դա այն էր, որ Եվրոմիության որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, եւ ԵՄ-ն ունի 3 բարձրաստիճան անձինք, ովքեր նման խնդրով կարող էին հայտարարությամբ հանդես գալ, դա Եվրոհանձնաժողովի նախագահն է, ֆոն դեր Լայենը, դա խորհրդի նոր նախագահն է, այսինքն նախկին Շարլ Միշելի փոխարինողը Կոշտան, եւ դա նաեւ արտաքին գործերի նախարարի պաշտոն է, այսպես ասած զբաղեցնող Կայա Կալասը այս պահին, նախկինում Ժոզեֆ Բորելը։ Այսինքն այս 3 պաշտոնյաներից որևէ մեկը չի ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման օրենքի ընդունումը, նաև Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արդեն ստորագրում եւ հրապարակում, որ այն արդեն ուժի մեջ մտավ։ Սա ինչ է նշանակում։ Պատկերացնում եք, հետ-սովետական երկրներից մեկը, որը դեռևս հապկանդամ է համարվում, հետ-սովետական երկրներից մեկը, որը ԵԱՏՄ անդամ է, նման օրենք է ընդունում, անգլերեն լավ բառ կա, էլի ground breaking, այսինքն դա պատկերացնում եք Այդ ինչ բան է, մեծագույն քայլ է եւ պետքա ցնցար ԵՄ առաջնորդությունը եւ ողջույնների տարապլիներ, դելեգացիաներ գային Հայաստան բան, բայց քանի որ իրանք գիտեն, որ այստեղ զուտ ուղակի ժուլիկությամբ զբաղված process է, ժուլիկություն։ Այստեղից ինչ է հետևում։ Չէ, հետևում այն, որ իրանք գիտեն դա։ Եվ մյուսը, որ նաեւ գիտեն, որ իրենք Հայաստանի համար դուր չեն բացել անդամակցության։ Հետեւաբար նաեւ մի կողմից համ գիտեն, որ սուտ է process-ը, խաբեբայությունը։ Մյուս կողմից էլ անգամ եթե ձևական ուզենան ողջունել, զուտ ձևական է, սիմվոլիկ, դա գիտեք ինչ կնշանակի։ Կնշանակի, որ իրենք կեղծ հույսեր են սնուցում ժողովրդին։ Ինչու՞մ արդեն իրենք վարվել են մի քանի երկրներում, մենք ունենք Վրաստան, մենք ունենք Ուկրաինա, մենք ունենք Մոլդովա։ Իսկ գոնե Եվրոպական միությունը դա գիտակցում է եւ չի փորձում խաբել Հայաստանի Հանրապետությանը։ Հարցը այն է, որ անգամ անվտանգության հարցերով միշտ ասեն, որ ԵՄ-ն ձեր անվտանգությունը չի կարող ապահովել։ Այդտեղ մարդիկ են, որ այդ թմբուկները քարոզի չի վերցրած, թմկարում են, որ Եվրոպական միությունը մեզ անվտանգություն է տալիս։ Դուք նայեք հարցումները, որտեղ որ օրինակ 50%-ից ավել ասում են, որ մենք ուզում ենք դեպի ԵՄ, երկրորդ հարցը որ քաղաքացուն տալիս են, ասում են ինչի համար ասում անվտանգության։ Այսինքն քաղաքացուն խաբել են։ Այդ քաղաքացին ասի ուզում եմ ազատ վիզային ռեժիմ, ես կհասկանամ, որտեվ կա ազատ վիզային ռեժիմ եւ կլինի։
Բայց որ մարդն ասում է ուզում եմ անվտանգություն, ուրեմն այդ մարդուն խափել են, չեն ասել որ Եվրոմիությունը անվտանգության սպառող է, ոչ թե անվտանգության տրամադրող։ Միացյալ Նահանգների անվտանգությունն է սպառում մինչ այսօր տրամադրած։ Եվ հիմա եկել է նախագահ Թրամփը, որն ասում է, որ ես անվտանգության մեր այսպես կոչված, հա, հովանոցը, այդ զոնտիկը, ասենց ասած, հա, ես փակում եմ։ Ձեր համար վերցրեք 27 հովանոցներ եւ ձեր գլխին պահեք, եթե այդպես է։ Եթե չեք ուզում ՆԱՏՕ-ի անդամակցության համար ՀՆԱ-ի 5%-ը վճարեք։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկվա հայտարարություն եմ ասում, որ ասում է, չենք դուրս գալիս ՆԱՏՕ-ից, բայց ուզում ենք ուժեղ ՆԱՏՕ-ից, դա ինչ է նշանակում։ Ձեր ՀՆԱ-ի 5%-ը դե տվեք փողը։ Պատկերացնեք ինչ process է։ Ըստ ձեզ Հայաստանի հանրության շրջանում տրամադրություններն ինչպիսին են, որովհետև փաստորեն փոխվեց օրենքի նախաբանը, այնտեղ նշված էր, որ Հայաստանի ժողովուրդը, հանրությունը եւ այլն ձգտելով Եվրոպական միություն եւ այլն, հիմա փոխվել է։ Հայաստանի հանրության մեջ տրամադրությունները բացի այն, որ ստորագրությունները հավաքվեցին, նախատեսված քանակի եւ այլն, օրինակ նույն Գյումրիի ընտրություններում մնացած տեղերում ինչ պատկեր ունենք մենք։ Հասկանում եք տրամադրությունները, ես էլ եմ ասում, մարդկանց մոլորեցրել են, բայց նաև մարդիկ քիչ-քիչ սկսում են արձանագրել, որ ոնց որ թե սուտ է այս process-ը։ Հիմա երեք քննարկում կար վիզայի ազատականացման վերաբերյալ, հստակ հայտարարություններ եղան, որ 4-ից 5 տարի կտևի, որովհետև Հայաստանը այնքան տնային աշխատանք ունի, որ Եմեն վիզան ազատականացնի մեզ համար։ Ինչը բնականաբար լավ բան է, բայց դա էլ են փորձում էլեկտորալ օգտագործել մարդկանց նկատմամբ, էլի որ այ դա մենք ենք անում, բան դա պիտի մեզ ընտրեք որ դա լինի, բան հեքիաթներ է։ Իդեպ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի պաշտոնանկությունը որքանով է կապված այս վիզայի ազատականացման ռեժիմի հետ, հաշվի առնելով, որ նա հայտարարեց, որ իրենց չի բավարարում այս այնինչ հիմա այս գործընթացը որքանով է բայց պարոն Հովհաննիսյանը պաշտոնանկ չի արվել։ Պարոն Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում, այո, Հայաստանի մշտական ներկայացուցիչ, այսինքն միգուցե իշխանությունները դժգոհ են այս գործընթացից ազատականացման։ Չէ, բացարձակ պարոն Հովհաննիսյանից գոհ են, դրա համար նրան նշանակել են Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ Դա շատ բարձր պաշտոն է դիվանագիտական եւ նա ես կասեի առաջ խաղացում է ունեցել։ Այսինքն այդպես բան չկա։ Նաև այլ պաշտոնատարանձինք են ասում եւ ճիշտ են ասում, որ վիզայի ազատականացման process-ը կտևի։ Ես լավատես եմ, ասում եմ 3 տարի կտևի, օրինակ, եթե ես զբաղվեի դրանով, կարող 2 տարի էլ տևեր։ Բայց քանի որ գիտենք իշխանությունները ոնց են զբաղվում ինչ-որ բանով, ասում են 4-5, այսինքն քաոտիկ բան չէ, ասենք մի ռեֆորմը կիսատ կանեն, այն մեկը վատ կանեն, այն մեկը չեն անի, մի հատ էլ կանեն, մատից շուտ։ Առնվազն 3 պահանջ այս պահին, հա, նույնականացման քարտեր, անձնագրեր, նոր անձնագրեր, փաստորեն ԼԳԲՏ համայնքի հետ կապված։ Մի երկիր, որ 16 թվականից չի կարողանում կենսաչափական անձնագրերի տենդեր իրականացնի եւ քանի տա, ասենք ես որ թիվնա 25, 11 տարի անց Հայաստանին հաջողվել է կենսաչափական անձնագրեր, ու արդեն բոլորս կարող ենք ունենալ ամոթ է։ Կամ ուրիշ ձեզ բան ասեմ, 20 թվականից Հայաստանը Եվրոպական միության սև ցուցակում է, չէ՞, ավիացիայի, գիտեք, հա։ Մինչև հիմա չեն կարողանում հանել մեզ այդ ցուցակից։ Ինչի, որտեվ կոմպետենտ մարդկանց հանել են գործից, կոմպետենտ մարդիկ չեն զբաղվել, եւ այդ ամեն ինչը գործընթացը ուղղակի բանը ինքնահոսի թողած է։ Ինչ կլինի, չլինի, դե Մոլդովայի բաներով թռեք հիմա ինչ անենք։ Հիմա այս ավիա ընկերությունները որ գնում են, ասենք մոլդովական լիցենզիաներով են, ասենք, դա Հայաստանի եվրոպական ապագան ինչ վիճակում է այսօր։ Հայաստանի եվրոպական ապագան այն վիճակում է, որը միշտ եղել է։ Հայաստանի եվրոպական ապագան դա, ասենք, կարող է եվրոպական չափանիշների բանդ կառուցել, ասենք քառակուսի մետրը մեկ կալանավորի համար համապատասխանի եվրոպական ստանդարտներին, կարող ենք եվրոպական ստանդարտներով, ասենք, չգիտեմ, փորձենք պանիր արտադրել, բայց որ Հայաստանի Հանրապետությունը դառնա եվրոպական միության անդամ, դա բավականին մշուշոտ է, որովհետև եվրոպական միության ապագան է մշուշոտ անգամ։ Հետեւաբար մտածել հիմա հարավային Կովկասում նման բաների մասին, երբ որ քո հարևանները Իրանի Իսլամական Հանրապետությունն են, Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, որը դադարեցրել է եվրոպական ինտեգրումը, ես ուղղակի բան եմ անում, էլի չգիտեմ, ինչ ենք քննարկում։ Մենք էլ ուրիշ մարտարավեր չունենք, էլ ուրիշ խնդրեմ չունենք, քննարկում ենք բաներ, որոնք վերացական են
պատրանքային են, հա, ասենք ինչ ենք ուզում անել, էլի։ Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններում Եվրադաշինքի բարերի տակ մնալուն, ապա այնտեղ մի քանի կոմպոնենտներ կան։ Առաջինը վստահաբար ես կարծում եմ այն է, որ մարդկանց մոտ սկսել է լուսավորվել այդ մշուշոտ ապագայի հարցը, որ զուտ խապ կանք է էլեկտորալ։ Եվ ես ձեզ ասեմ, այդ մարդիկ գնացել են Գյումրի, որտեղ կա ռազմաբազա ռուսական, եւ այդ ռազմաբազայի դեմ ելույթներ են ունենում։ Հիմա պարզա չէ, Շիրակի բնակչությունը Գյումրի, մարդիկ ինչքան էլ հիմա ռուսներին սիրեն, չսիրեն, բայց նախ իրենց տնտեսական մեծ ազդեցություն ունի այդ մարզի համար։ Մեկ, երկրորդը ամենաառաջինը լավ ասեմ, առաջինը անվտանգային, երկրորդը տնտեսական։ Իմի դու գնացել ես այդ մարդկանց անվտանգության կոնցեպտը ուզում ես փլուզես, որը 35 տարի է նորմալ գործել է։ Ոչ մի թուրք ընդերից չի մտել Շիրակի մարզ։ Հիմա այդ դրա դեմ խոսալով դու ձայն ես հավաքել, թե ձայն ես կորցնելու։ Բնականաբար այս կոմպոնենտը կա, բայց ամենա համոզիչ նաև կոմպոնենտներից մեկն այն որ չեն անցել, դա այն էր որ դաշինքի ուժերը գիշեր-ցերեկ նստած միայն գովերքում են գործող իշխանությանը, գործող իշխանության ցանկացած որոշում դակում են, եթերներում բոլոր, որ դա ճիշտ է, անպայման, Ալիևը ոնց ասում է, տենց պետք է անենք, Էրդողանը ոնց ասում է, տենց պետք է անենք, բա ինչ դա ճիշտ է, բա պետք է տենց արվի, բան, եւ նաև դաշինքի մի ուժ կոալիցիայի մեջ է Երևան քաղաքում։ Եվ ինչքան էլ որ առաջին համարը Լևոն Բարսեղյանը ասում էր ես չեմ միանալ, ես հավատում եմ որ ինքս չեմ միանա։ Մեկը մարդիկ ասում են լավ դե հիմա ասենք հենց հիմա կոալիցիայի մեջ է եղբայր հիմա լավ կոալիցիայից գոնե դուս գայք նոր գայք ասեիք սենս չի նենցա էլի։ Եվ այդ ես կարծում եմ եւ եվրոպական միության հետ կապված որոշակի հիասթափությունը այդ ինտեգրացիոն process-ի որ տեսնում են այդ process-ի տանողներն ովքեր են ստախոսներ ինչ որ օրը մի բան սուտ խոսացող Ալիևի Էրդողանի գովերքողներ բաներ եւ մյուսն այն է որ տեսել են որ իշխանական սատելիտ կարող են դառնալ նման փորձ կա հետաբար այդ համապատասխան ձայներ չեն հավաքել։ Պարոն Մարուկյան, դուք բարբերաբար պնդում եք, որ հնարավորություն կա իրագործել նոյեմբերի 9-ի երակողմ փաստաթուղթը, որն է այդ հնարավորությունը եւ ինչ տեսքով կարելի է իրագործել։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իրենց տալ ճանապարհ կամ իրենց ասած Զանգեզուրի Միջանցք եւ հողում է կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը կամ վերադառնում է այդ հարթակ եւ այդ հարթակում չեզոքացնում այդ հարցը, բարձրացնելով մնացած կետերի այլևս չլինել է, բնականաբար Ռուսաստանի միջնորդությամբ պետք է փակել այդ թեման, որովհետեւ պետք է ասենք հիմա գնացել ենք ես Վլադիմիր Պուտինը եւ Ալիևը նստած ենք։ Ես հարց եմ բարձրացնում, ասում եմ այս մյուս կետերը հիմա Ալիևը պատրաստ է անի, կարող են հայերը վերադառնալ 150,000 հոգի Լեռնային Ղարաբաղ։ ՌԴ-ն պատրաստ է մի քանի հազար խաղապահ մտցնել Լեռնային Ղարաբաղ, որ հայերը ապրեն այնտեղ։ Եթե հա, մենք պատրաստ ենք կատարել։ Եթե չէ, քանի որ իրողություններ են փոխվել հողի վրա, չգիտեմ, հազարը մի բան կասեն, չէ՞։ Շատ լավ։ Դու իրողությունները փոխվել են, մյուս կետերը անիրագործել են, այս փաստաթուղթը եկեք 3-ով, հայտարարենք այլևս առ ոչինչ։ Եվ մեր հարգարժան գործընկերը այլևս իրավունք չունի պահանջել, որ մենք ինչ որ պարտք ունենք, մենք պարտք չունենք, ընդհակառակը։ Մենք 150,000 փախստական ունենք եւ դուք ունեք պարտք։ Էսա խոսակցությունը, այս խոսակցությանը չի վերադառնալու գործող իշխանությունը, դրա համար պետքա գործող իշխանությանը շուտ փոխել, որ վերադարձողները վերադառնան։ Իսկ չվերադառնալը բերելու է նրան, որ կլինի նոր էսկալացիա, կլինեն նոր օկուպացիաներ, թե դա ինչ աշխարհակահաղական ընթացքի process-ի ժամանակ տեղի կունենա, որևէ մեկը չի կարող կանխատեսել եւ տենց ճշգրիտ ասել, բայց այն որ այդ թեման մեր գլխին կախված է, այս դամոկլյան սրի պես եւ դրանից բարձում չերը միանշանակ է։ Նկատի ունեք այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի թեման։ Այո, մարդիկ օրը ցերեկով հենա գոռում են, ասում են պարտքեք, պարտավորեք Հայաստանը, ասում են մենք մի հատ sense առաջարկ ենք ուղարկել։ Այդ չեք համաձայն, մի հատ այս ձևի ենք ուղարկում։ Մի հատ ուրիշ այս sense առաջարկել ունենք։ Այն մի հատ անեկդոտ կա, որ ասում է sense տարբերակ է, ասում է, բայց էլ ղազ չկա, որ ինչքան տարբերակներով ղազերին փորձում է փրկի, ղազերը զոհվում են, վերանում են։ Իդեպ այս վերջին մոտ 1 ամիս շարունակվող այս ապատեգատվությունը, որ տարածում է Ադրբեջանը, որ իբր հայկական զինված ուժերը կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ եւ այլն, սա է արդյոք հնարավոր էսկալացիայի։ Դա ճշմարիտ մեթոդներից է Ադրբեջանի, որը միշտ է մեր նկատմամբ կիրառվել, եւ Ադրբեջանը ոչ միայն ապատեգատվությունը տարածում, որ
մենք կրակում ենք, որտեվ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, դա հեքիաթ է, այլ նաև իրենք կրակում են։ Ամեն գիշեր իրենք կրակում են մեր սահմանամերձ գյուղերի վրա։ Ասենք մի անգամ մի գյուղ է թիրախում, մյուս անգամ մյուս գյուղն է։ Էսկալացիայի վտանգը Էսկալացիայի վտանգը բնականաբար կա, եւ այդ էսկալացիայի վտանգի մասին ենք ամեն օր խոսում են։ Ուղղակի պետք է այդ սոուսը ենք ձևակերպեն, որ մենք կրակեցինք, մենք հարձակվեցինք, մենք արեցինք եւ այլն եւ այլն։ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ամեն գիշեր արձանագրում է այս կրակոցները, երբ որ կրակում են։ Եվ դրա մասին զեկույցներ է ուղարկում Բրյուսել։ Ձեն չկա Բրյուսելից 27 անդամ պետություն իրազեկված է, որ մեր վրա կրակում է Ադրբեջանը։ Վերջին դեպքի հետ կապված, երբ որ Խոզնավար խնացախ գյուղերի առնվազն խնացախի հետ կապված Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ կրակել են բնակելի տանուղությամբ, վնասվել էր բնակելի տունը, Եվրամիության դիտորդական առաքելությունը որևէ կերպ կարծեք թե չանդրադարձավ դրան։ Գիտեք ինչ կա, իմ ընկալմամբ այս ձևակերպեմ, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը առանց կառավարության հետ համաձայնեցնելու չի կարող հրապարակային մամուլի հաղորդագրություն տալ։ Հայաստանի կառավարության։ Հայաստանի կառավարության հետ։ Բայց իրենց զեկույցներում արձանագրված եւ ուղարկված է Բրյուսել։ Եվ 27 անդամ պետության ղեկավարություն ստանում է այդ զեկույցները։ Որ Ադրբեջանը կրակում է Հայաստանի։ Ինչ է փոխվում դրանից։ Ոչ մի բան, ես դա եմ ասում, ոչ մի բան։ Իդեպ Եվրամիության որտեվ ես ձեզ ասեմ նաև, ՍՊՆ-ին քննադատում է, որ ինչի չեն իրենք հրապարակայնացնում, եւ նախարարն ասաց, որ կան վտանգավոր կրակոցներ եւ երբ որ վտանգավոր կրակոցներ ունեն, մենք ասում ենք։ Այսինքն այսօր այդ կրակոցները բաժանվել են երկու խմբի։ Անվտանգ կրակոցներ, որ մեր վրա կրակում են, բայց անվտանգ է։ Եվ վտանգավոր կրակոցներ։ Այո, ոչ թիրախային եւ թիրախային։ Հիմա ես ուղղակի ապշացեմ, էլի փոխանակ մենք հրապարակայնացնենք, որ ագրեսորը շարունակում է ագրեսիան մեր դեմ, եւ փորձենք միջազգային բան ձևավորել Ադրբեջանի նկատմամբ, որ զսպի Ադրբեջանը, մենք կոծկում ենք։ Մենք կոծկում ենք, որ ավելի շատ կրակ, եթե չեն կոծկում, ինքը ավելի շատ է կրակում։ Այսինքն եթե նախկինում ավտոմատից են կրակել, հիմա արդեն RPK-ով են կրակում, չգիտեմ, հետո մինամյոտ կիրառեն, մեծ ձևով։ Քանի որ խոսեցիք Արցախայերի վերադարձի իրավունքի մասին, պարբերաբար մինչև 23 թվականից արդեն երբ որ Արցախայերը բռնի ուժով տեղահանվեցին, դրան հաջորդեցին Եվրամիության առաջնորդների տարբեր հայտարարություններ, նույն Գրանադայում եւ այլ։ Այսինքն ինչ արժեք ունեն այդ հայտարարությունները եւ որքանով են իրագործելի եւ Հայաստանի իշխանությունները որքանով են միտված այդ հայտարարությունների իրագործմանը։ Տեսեք, ցանկացած հայտարարություն կարող է արժեք ունենալ, եթե կա դրա օգտագործողը։ Որևէ հայանպաստ հայտարարություն, որ արվում է Հայաստանի համար կամ Արցախանպաստ ձևակերպեմ, պետք է լինեն դրա օգտագործողները։ Հայաստանի Հանրապետությունը չունի օգտագործողներ։ Մենք չունենք առաջնորդներ, ովքեր ունեն կոմպետենցիաներ, ունակություններ, միտք, նաև դուխ, ասենց ասեմ, որ դրանք օգտագործեն։ Հիմա մենք չենք կարող այդ բանը, վախեցած այս ձև բռնելով, ինչ որ հարց լուծել, եւ մյուսը ես շատ վաղուց արդեն սել եմ ասել, որ միջազգային հանրության այդ հայտարարությունները իմ ականջներին են դուր եկան, ինձ դուր են գալիս։ Բայց լուծումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ է։ Հիմա ես ինչ պետք է անեմ, այն ինչ որ ինձ դուր է գալի ականջներիս դրա հետևից գնամ, թե իրական հողի վրա լուծման։ Հիմա հողի վրա լուծումը թողել ենք, Եվրոպարլամենտը էս ասեց, Շվեյցարիայի պարլամենտը նա ասեց։ Շատ լավ, այդ ցեղասպանության հարցն էլ 100 տարի տարբեր պարլամենտներ բաներ են ասել։ Հողի վրա բանա փոխվել։ Հիմա ցեղասպանության պարագայում չունենք նոյեմբերի 9-ի թուղթ, ստորագրած։ Այս հարցով ունենք նոյեմբերի 9-ի թուղթ ստորագրած։ Հիմա օգտագործող կա թե չկա, չկա օգտագործող։ Դե չկա օգտագործող, Ադրբեջանը մեր դեմ օգտագործում է, ինչ եք ուզում։ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, թեև գիտենք Ադրբեջանի մոտեցումը Հայաստանին պարբերաբար մեղադրում է ռևանշիստական քայլերի մեջ, պահանջում է փոխել սահմանադրությունը, ԵԱԿ-ի Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Հայաստանը հակված է առանց միջնորդների բանակցության Ադրբեջանի հետ։ Այս քայլը որքանով է արդարացված։ Ախր Հայաստանը հակված չի առանց միջնորդների բանակցել, դա Ադրբեջանն է պահանջել, Հայաստանն է համաձայնվել է։ Դուք մտածում եք, թե Հայաստանը ուզում է առանց միջնորդների բանակցի։ Հայաստանն ասում է, սենց պետք է ասես սա ինձ հետո։ Այս ամենք ձեր փորձագիտական համայնքին բանին է, սաղին կասենք, ձեր եթերներով կասեն, որ ճիշտը դա է։ Դա է ձեր ազգի փրկությունը։ Գնացեք ձեր եթերներում խոսացեք, դավայ։ Հետո պետք է գնացեք խոսացեք, որ ցեղասպանությունը չի եղել։
Կամ լավ եղել է ռուսներն են դե բզբզացել, չգիտեմ, ֆրանսիացիք են բզբզացել, բրիտանացիք են բզբզացել։ Հայաստանը ունի ղեկավարություն, որը ուզում է միջնորդներով բանակցի չի կարողանում։ Չէ՞ որ ամբողջ աշխարհն է ձգտում միջնորդներով բանակցել։ Դե ես այդ թեմայից շատ եմ խոսում, նայեք, մենք առաջին հրաժարվել ենք ռուսական միջնորդությունից։ Առաջինը։ Դրանից հետո հրաժարվել ենք ամերիկյան միջնորդությունից։ Հետո հրաժարվել ենք եվրոպական միջնորդությունից ու մնացել ենք Ադրբեջան եւ Թուրքիայի դեմ կանգնած, sense մերկ կանգնած ենք։ Որից հետո գնացել ենք Նյու Յորք Էրդողանին հանդիպել, խնդրեմ միջնորդի Ադրբեջանին։ Հիմա մեր միջնորդը Ադրբեջանի հովանավոր պետությունն է, Թուրքիան։ Ուզում եք այդ process-ի մեջ ինչ-որ բան լինի, ասեք խաղաղության մենք ձգտենք, հասնենք խաղաղության։ Այսա հասնելու ենք։ Ուր է տանում այս ճանապարհը, ինչ է սպասվում համաձայնագրի ստորագրման այս գործընթացում։ Նախ ուզում եմ ասել, որ այդ համաձայնագրի տեքստը իբնե հակասահմանադրական, հակապետական տեքստ է։ Այն մասով, որ հրապարակված է, որ մենք գիտենք, այն է, որ Հայաստանի Հանրապետությունը առհավետ ինքն իրեն զրկում է Ադրբեջանի հետ սահմանակիչ շրջաններում երրորդ ուժեր տեղակայելու իրավունքից։ Այսինքն դու քեզ զրկում ես մի իրավունքից, որ վաղը մյուս օրը քո թոռները կամ ծոռները կարող ուզենան օգտագործեն։ Հա։ Սա անելու բան չի, որ սրա շուրջ համաձայնվել են։ Հետեւաբար դա ստորագրվում է, չի ստորագրվում, բանը տեղ լավ բան չկա, տեղ չի կարող լավ բան լինել։ Բայց այն որ արդեն մենոնք ասում են այդ տեքստին մենք համաձայնել ենք, վաղը մյուս օրը ով գա իշխանության, այդ տեքստը դնելու են դեմը, ասելու են արիլա։ Այն ճիշտ է, չի ստորագրվել, բայց բանակցված համաձայնեցած տեքստ է։ Սկսում ենք խոսել սրանից։ Ինչքան մենք պետք է ներքին իմունիտետ գեներացնենք, կենտրոնացնենք, որ կարողանանք այդ process-ը, ասենք, շեղենք եւ ճեղքենք դուրս գանք։ Այդ մեր վզին վրա դրված այս զիջումներից։ Հիմա դուք ասում եք ստորագրել, իրանք այդ քանին հասել են, այդքան զիջումներին հասել են։ Ասում են հիմա նախ թղթի վրա դրած արդեն հայտարարել եք որ համաձայնեք պատասխանեք ստորագրել, այս դրեցինք մի կողմ։ Այս հասանք, այս հարցը լուծված է։ Հիմա եկեք մոդիկ։ Գնացեք սահմանադրությունը փոխեք եկեք։ Զենքերը, որը գնում եք, պետքա չգնեք, արգելում եք ձեզ զենքեր գնել։ Տեղ որևէ փաստաթղթային բան չկա, բանավոր են արգելում։ Եվ այս process-ը շարունակվում է։ Այսինքն անդադար ստանում են զիջումներ, դնում են դարակը, գալիս են ասում են հաջորդ զիջումը արա։ Եկեք նայենք Տավուշի մարզին հարակից այսպես կոչված 4 գյուղերի պատմությունը։ Ինչ տեղի ունեցավ։ Եկան խափին ժողովրդին, բա դելիմիտացիա են կանում, գոռում էի բոլոր հալիքներով, ասում էի Ժորժ ջան սուտ են ասում, դելիմիտացիայի կանոնակարգը հաստատված չէ, ստորագրված չէ, ոնց կարող առանց կանոնակարգի մենք դելիմիտացիա անենք։ Սա 4 գյուղերը մեր ձեռքից վերցնելու process է։ Վերցրեցին, զորքերը հետ բրթեցին, իրանց զորքերն առաջ բերեցին, հիմա որ պահն եկա, որ ասենք դեկեք շարունակենք դելիմիտացիան, ասենք տղեկ ջան գնացեք, դա հաջող։ Հետո կասենք էլ որտեղ ինչ ունեք տալու, էսե դրեցինք դարակը։ Ուրա դելիմիտացիան, բախի չեն անում։ Հանրապետության նախագահը գնացել է Տավուշ, ասում է, առաջին անգամ ես տեսա պետական սահման։ Ինչ եք խոսում։ Բա հապկից ինչ եք ուզում ասում եք մեր սահմանը ներխուժում է, եղի արի բանը գնահատական դուր։ Դուք չեք ճանաչում մեր սահմանները, հապկից ինչ եք ուզում։ Վերադառնանք մեր քաղաքական հարցերին, Գյումրիում անցկացված ընտրությունները ինչ ցույց տվեցին։ Գյումրիում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունն այնքան ապաշնոր քաղաքականություն է վարել, որ կարող են նախկին իշխանությունները տարբեր դեմքերով, նաև ընտրակաշարք բաժանելով, տարատեսակ այլանդակություններ անելով, որը որ հնարավոր չէ հեղափոխությունից հետո անգամ դրա մասին մտածել, պետք է մարդիկ չմտածեին դրա մասին։ Ով որ ուզում է անի, մտքով չպետք է անցկացներ։ Ոչ թե գնա կաշառքը տա, հետո գնան ձեռը բռնեն, չէ, մտքով չանցկացնի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այդ այլանդակությունները դեռևս գոյություն ունեն, հետեւաբար գոյություն չունի, ասենք տանը մարդ չկա իշխանության, եւ ինչ արեցին, տարբեր ուժերով մասնակցեցին, վերջին միացան, ասեցին մենք կրեցինք։ Այդ արեցին։ Եվ այս մոդելը փորձելու են կիրառել նաև 2026 թվականին։ Եթե մեկին թվում է թե Գյումրիում ինչ-որ ընտիր բան ա եղել, ընդդիմությունը հաղթել է բան։ Այն Նիկոլ Փաշինյանի համար ինքը երկու հատ պլան ունի։ Պլան A իր տեխնացում կընտրվի, պլան B նախկին ա ընտրվել։ Հեսա դուրս ա գալու Քարոզարշավի, ասի Ժողովուրդ ջան, նայեք, եթե ինչ չեք ընտրում, սրանք են գալիս։ Սկսի նորից այդ բոբոներին օգտագործել այդ process-ների համար։ Այս է Գյումրիի պատմությունը։ Մենք ուզում ենք մասնակցենք անկեղծ, ինչու՞ չմասնակցեցինք։ մենք հարցումներ ունեինք
Եվ այդ հարցումներով տեսանք, որ առաջին տեղում իշխանությունն է, երկրորդ տեղում Վարդան Ղուկասյանը։ Հետաբար բոլոր հնարավոր լավ տարբերակներով, եթե 4%-ը անցնում ենք, ստիպված ենք լինելու կամ միանալ իշխանությանը, որը բացառում ենք, ասում ենք բացառում ենք, որ մենք Նիկոլ Փաշինյանին որևէ ձևով կմիանանք, եւ նաեւ Վարդան Ղուկասյանին միանալն է պրոբլեմատիկ մեզ համար։ Այդ դեպքում ինչու Փարաքարի ընտրություններին չմասնակցեցիք։ Այնտեղ մենք չենք դիտարկել, որ արժե անգամ մասնակցել։ Նայեք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ուժերը կարող են մասնակցել այն տեղերում, որտեղ ունեն թիմեր։ Գյումրիում ունենք թիմ, կարող ենք մասնակցել։ Փարաքարում ոնց ունենք մարտիկ համակիրներ անդամներ, բայց ընտրության մասնակցելու թիմ չի։ Չէ՞ որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելով է ձևավորում իր էլեկտորատը։ Այո, դա հին դասական խոսքա, որը հայ քաղաքական մշակույթի հետ կապ չունի։ Եվ ինչ է ուզում ասեմ, այդ միտքս շարունակում է, որ Հայաստանում այն որ մարդիկ մտածում են հնարավոր է թիմերով կենտրոնական իշխանության վրա ազդել, Հրայ Թոմասյանի, Սերժ Սարգսյանի գրած օրենքներով եւ համաձայն դա հեքիաթ է, ֆանտազիայի բնագավառից է։ Նիկոլ Փաշինյանը պարտվել է բոլոր թիմ ընտրություններում 21 թվականին, խոշոր քաղաքներում։ 21, այս 25 թիվն է որևէ ձևի ազդել է իր իշխանության վրա։ Մեր օրենքները, մեր համանadrությունը դրա մասին չեն։ Այն ինչ որ այսօրվա անդիմադիրները նոր ուժերը փորձում են անեն Գյումրիում եւ Փարաքարում, մենք արել ենք 15-16 թվականին եւ անգիր գիտենք։ Մենք հաղթած Վանաձորի քաղաքը հաղթած ընտրությունները մեր ձեռքից խլել են, գողացել են գողավազակները։ Հիմա ասենք մենք տեսել ենք, գիտենք ինչ է։ Հետաբար անիմաստա քո առանց այնել սահմանափակ ռեսուրսը տանես դնես ինչ որ տեղեր ջարդես, մարդկանց հիասթափեցնես, թիմերը դնես տեղական ահաբեկչական խմբերի թիրախի տակ, նաև իշխանական տերորի տակ, դրա համար եմ ասում։ Այսինքն Գյումրիում կարային կանցնենք, բայց ինչ է լինելու։ Տինտրեինք երկուսի միջև, անընտրելի է։ Այսինքն մենք հայտնվել ենք մի վիճակում, որտեղ հայտնվել են հիմա այդ ուժերը։ Հետաբար անիմաստ էր, իսկ մնացած մասով մեր ուշքն ու միտքը 26 թվականի ընտրություններն է։ Ինչպես անել, որ Գյումրիի մոդելը կրախի ենթարկվի եւ մենք դա անելու ենք, մենք թույլ չենք տալու, որ ոչ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետով ընտրվի եւ ոչ էլ նախկինները իրանց խուճուճ պլաններով, դերասանություններով կան հասնեն տեղ։ Վիլեն Գաբրիելյանը կարծեք թե ակնարկել էր, որ 26 թվին իրենք այլևս իշխանություն չեն լինելու։ Դե կարող դրա համար ասին մանդատը դիր։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանին, զրույցը վարեց Հովհաննես Շողիկյանը։